Կրթական նոր միջավայր Վարդենիսի բժշկահումանիտար քոլեջում վերաբացվել է քոլեջի գրադարանը։ Այն անվանակոչվել է մանկավարժ Գրետա Սարգսյանի պատվին, որը տասնյակ տարիներ առաջ սեփական նախաձեռնությամբ հիմնադրեց, հետագայում նաև գեղարվեստական գիտական գրականությամբ համալրեց գրադարանը։ Այն հիմա բարեկարգվել է, համալրվել նոր գրքերով ու համակարգիչներով։ Երկար ժամանակ է, ինչ գրադարանի վերանորոգումը մեզ համար շատ կարևոր խնդիր էր համարվում, որտեղ բացի գրադարան ունենալը, նաև պետք էր ունենալ հետաքրքիր միջավայր, որտեղ երեխաները ավելի մեծ սիրով կփորձեին գրքեր ուսումնասիրել։ 2025 թվականին տարբեր բարի մարդկանց եւ կրթօջախների Վարդենիսի բժշկահումանիտար քոլեջի եւ Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտի ջանքերով կարողացանք վերանորոգել ոչ միայն փաստը, որ գրադարան է բացվում, այլև տեսնում ենք նորագույն տեխնոլոգիաներով, նորագույն ձևավորումներով հագեցած գրադարան, որը հուսամ նաև կհամալրվի նոր գրքերով։ Ես ինքս մի քանի տասնյակ նոր գրքեր եմ հիմա բերել եւ կնվիրեմ գրադարանին եւ նաեւ ուզում եմ հույս հայտնել, որ գրադարանի լինելը չի մնա որպես արձանագրելի փաստ, այլ նաեւ իսկապես օգտակար կլինի ուսանողներին։ Մասնագիտական գրականությունից զատ ուսանողներին հետաքրքրում է ժամանակակից արտասահմանյան գրականությունը։ Դասականներին էլ նախընտրում են կարդալ նոր հրատարակությամբ։ Գրաֆոնդի համալրումը սկսել եւ շարունակելու են ըստ այս պահանջների։ Այսօրվա միջոցառումը, որը կապված էր գրադարանի բացման հետ, առավելագույնս կարևոր է, քանի որ կան բացեր, որոնք լրացնում են նաև գրքերը։ Ուրախ կլինեմ, որպեսզի մեր բոլոր երիտասարդները շատ գրքեր կարդան, քանի որ հենց գրքերով կարող ենք մեզ վերագտնել, զարգանալ։ Գրադարանը մենք ծառայեցնել ենք ոչ միայն կրթօջախին, այլ նաև համայնքի համար եւ համայնքի մեր գրքասեր երիտասարդները կարող են ազատ օգտվել առանց ինչ-որ պայմանի եւ ունենալ հետաքրքիր ժամանց կազմակերպել միջոցառումներ։ Գրադարանի հիմնադիր Գրետա Սարգսյանի հիշատակին նվիրված միջոցառմամբ ուսանողներն ու դասախոսները գնահատում են նրա կատարած գործը եւս մեկ անգամ շեշտում. անձնական եւ մասնագիտական զարգացումն առանց գրքի եւ ընթերցանության թերի կլինի։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, լուրերի համար։